Մենք գտնվում ենք Հացավան գյուղի տարածքում եւ պատրաստվում ենք թռիչքի։ Երեք մեզ մոտ չստացվեց թռչել եղանակային պայմաններից ելնելով, բայց այսօր մասնագետները վստահեցնում են, որ թռիչքը ստացվելու է եւ մենք ականատես ենք լինելու գեղեցիկ տեսարանների։ Դրոշակի գույնը փոխվեց դեղին, ինչը նշանակում է, որ ունենք լավ արդյունք, մնում է կանաչը գալ թռնել։ Այսօր մենք թռիչք ենք կատարում բարձրանալով մեզ ցանոթ հորիզոններից վեր, փնտրելու նոր տեսլական գրոհե մասնագիտացված կենտրոնի հետ միասին։ Առհասարակ տարերքի կառավարումը լինի օդի փեջերի պահանջում է բարձրագույն ճշգրտություն։ Հենց այս պահերին ես հասկանում, թե որքան կարևոր է վստահել այն տեխնոլոգիաներին, որից կախված է քո անվտանգությունը։ Մեր դիմաց ֆանտաստիկ տեսարան է, գառնու շրջանում ենք, մի քիչ հեռվում են, նույնիսկ Ազատի ջրամբարն է երևում։ Ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա ենք այս պահին և տեսեք ինչ տեսարան ենք վայելում։ Արարատն է, գեղեցիկ մայրամուտը։ Վայրեջքը կատարյալ էր, տպավորությունները ֆանտաստիկ, շատ հետաքրքիր փորձառություններ։ Լինել բարձունքում նշանակում է լինել առաջատար, բայց նման արկածներից հետո պետք է վերադառնալ հուսալի իրականություն։ 1783 թվականին Ֆրանսիայում թռիչքները իրականացնողները եղել են Մոնգոլֆիայի եղբայրները։ Եվ թույլատությունը ստանում են Լյուդովիկոս 16-ից։ Լյուդովիկոս 16-ը շատ վեր գնահատելով այդ գաղափարը ասում է ովքեր որ թռնեն եւ որտեղ որ վայրեջք կատարեն, այդ հողատարածքները նվիրելու է մեծ մարդկանց։ Եվ ովքեր էլ պաշտոնապես կոմս եւ կոմսուրի չի, պետք է վայրեջքից հետո կնքվի եւ դառնա կոմս կամ կոմսուրի։ Հիմա ինչպես են ձեզ կնքելու կոմսներ եւ կոմս։ Իսկ տարածքը նվիրելու եք։ Իդեպ շատ հետաքրքիր արարողակարգ է այստեղ անցկացվում։ 1, 2, 3։ Օպա։ Գրոհե մասնագիտացված կենտրոնը կշարունակի նվաճել նոր հորիզոններ Հայաստանի երկնքում, իսկ գերմանական ճշգրտությունը Երևանում է։ Դավիթ Անհախտինը հասցեում։